Մենք հրավեր տվեցինք եւ մեր հրավերը ընդունեցին ու 11 տղաներ եկան, հիմա մասնակցում են ճամփարին, մեծ սիրով են մասնակցում ու մեր այս բոլոր, այսպես ասեմ, պահանջները իրականացնում են անվերապահորեն։ Բարդություն է մեզի համար դախնեցնել Արցախը, այսինքն Հայաստանյան մասը կնկատեմ իրականությունը լեռներով, ծորերով, ասենք շատ գեղեցիկ երկիր մնա իրականության մեջ, շատ բարդ եմ, այսինքն որ եկա դեսա իմ երկիրս։ Բեյրութի մեջ մեր մոտ Արցախ ֆոնդի գրասենյակն է, Արցախ ֆոնդը հրավեր ստացած էր այստեղի գրթության նախարարության, Ղարաբաղի Հանրապետության գրթության նախարարության կողմէ եւ մեզի լուր դվին, որ ամեն մեկ դպրոցե կանչված է մեկ կամ առավելակյունը 2 հոգի։ Այդպես մեզի դեղեկացուցին մենք ալ ընթարաչեցինք շատ մեծ սիրով։ Չենք գիտեր ճիշտ ու պիտի կան ինչպես ձևով, եկանք եւ տեսանք եւ շատ սիրեցինք, մենք շատ սիրում ենք ոս, շատ աղբոր է։ Եկանք ծանոթացանք հրամանատարներու հետ, պատասխանատուներու հետ, մտանք այդ մթնոլորտին, շաղվեցանք բոլորին հետ, շատ աղոր զգացում էր եւ պատրաստ ենք ամեն մեկ որոշումներուն, ամեն մեկ օրակարգներուն զինվորական։ Ռազմագիտություն չենք բանել, չենք ուսումնասիրել դպրոցել, բայց ոստեղ երբ որ եկանք, այսինքն իսկապես մեզի սորվեցուցին, այսինքն գարկն բաներ ռազմագիտական գիտելիքներ, այսինքն ստացանք, որ կարևոր են, այսինքն ովևէ մեկ անց բարդավոր է գիտնալու եւ մենք շատ ուրախությամբ, այսինքն սորվեցանք անոնք Ղարաբաղը ինչպես որ տեսած էինք շատ, այսինքն մեզի շատ դերեկություն ալ տված էին, բայց CD-ներով, DVD-ներով շատ տեսած էինք, բայց իրական չէինք տեսած պատկերը ճիշտ աչքերնուս առջև, բայց երբ որ տեսանք իսկապես սկսեմ, չեմ գիտեր, դարբեր զգացումը զգացինք, բոլորս ալ ամենն ալսին եւ միան ուզեմ ուրիշ բան խոսել, միան Ղարաբաղը չէ որ մեզի ավելի բաներավ, Ղարաբաղցին է ավելի, Ղարաբաղցի դիբարն է ավելի։ Ես հբարդ եմ անցամբ Ղարաբաղցիներով, որ այսքան զարգացած են եւ այսքան, այսինքն դերեկություն ունին եւ այսքան ամեն ինչով։ Մենք Լիբանան երկու նահատակ ազատամարտիկ ունենք, մեկ Շուլաջան եւ Վիկեն Զաքարյան եւ Սպյուկենը շատ նահատակներ կան, մեկը ամենանշանավորը հերոսը Ավոն, որ Մոնտենը եւ անոնց ճամփով մենք կշարունակենք, մենք այդպես սորվեցանք, մեր սպյուրքը մեր երկրի մեջ Լիբանանի մեջ, Բուրջամուդի մեջ բզդիկ, հոն մենք այդպես սորվեցանք եւ այդպես սորվեցնենք մեր զավակներուն եւ ոսպիտիքան անպայման։ Այդ դասյարակությունը նույնը չէ, ինչ որ հողին վրա գողես, ಅದರ համար շնորհակալություն կուզեմ հայտնել նախարարության եւ կուզեմ խնդրել որ անպայման ամեն տարի մեր հաջորդ դասարաններն ալքան, որտեւ հիմա մենք իրենց մեր դարբեր ենք, իրենք եւ մենք նույն դասյարակությունը հոն արած ենք, բայց երբ որ մենք գողեցինք հոս եւ տեսանք դարբերը, կուզեմ որ ամեն տարի խնդրեմ որ գտնվի։